Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, ինչ սպասել այդ հանդիպումից։ Ես ոչ մի սպասելիք չունեմ, որովհետև ամեն ինչ ծուռ է գնում, այսպես ասեմ։ Ոչ մի բանի վրա չեն կարող հիմնվել, ոչ մի բան անհույս է ժողովուրդը, դրա համար էլ չի կարողանում արձագանքի, որովհետև իր արած ոչ մի բանից գլուխ չեն անում։ Ինչ անում է ի վնաս ժողովրդի, էլ ինչ կարող եմ ասել։ Փաշինյանի անունը լսել, անգամ չեմ ուզում այդ տականքի։ Պետք է երկխոսություն սկսել, որ միմյանց հետ կարողանանք լեզու գտնել։ Ես կարծում եմ, որ կարևոր բաների մասին են խոսացել, համենայն դեպս սկիզբը դրվեց, ոչ օտարները կխոսան, ոչ էլ են, մենք ինքներս։ Փաշինյանը չի կարող առանց ժողովրդի որոշման ինչ-որ բան կատարել։ Դա ժողովուրդը պիտի որոշի։ Փաշինյանի տեղը ես ելնեի, եթե իրանք այդ ցուցակը դրին իմ դեմը, ես իրանք ասեի լեստոպ, Նախիջևանի հարցը որոշեք, դենանք ճանապարհն ումնա, նորեն բախքեց այդ խոսա։ Այդ այնց, կոնկրետ հարցը կդնեի, դու Նախիջևանի հարցը, դուր ինձ, դենամ ճանապարհն ումնա, Սյունիքնակունը, թե այդ անցումնակունը։ Ես կարծում եմ հարևանների հետ ընդհանրապես պիտի բարեդրացական հարաբերություն ունենան։ Այլ կերպ մենք չենք կարող։ Էրդողանին հետաքրքրող թեմաները կարող է քննարկվել են։ Էրդողանը քնեց հելավ, որոշեց հայի հետ բարեկամանա։ Դա դուք չի մենք սաղստել հասկանում ենք Թուրքիա ինչքան բռնի ենքան անելու է միանշանակ։ Դե ինչ հարցեր է քննարկվել, ես ճիշտն ասած չգիտեմ, մեջ ոչ բարոյքերով վարչապետն էլ ոչ մի բան չի ասում, ռեալ ոչ մի բան չի ասում, բայց ամեն դեպքում ես մի բան հաստատ գիտեմ։ Նիկոլ Փաշինյանը մի հատ հայտարարություն արեց։ Ասում է դե թող Սյունիքով գնան գան։ Դե թող գնան գան, քանթի չկա, բայց Ալիևն էլ ասում է 300,000 ադրբեջանցի են բերելու Հայաստան։